Բարև բոլորին, սիրելիներս, նախ շնորհակալ եմ դիտումների համար եւ այն փոքր հետևորդների համար, որ ունեմ, բոլորիցդ շնորհակալ եմ եւ կցանկանամ, որ ավելանան եւ կցանկանամ, որ մեր մեջ լինի կենթանի շփում, որ ես նույնիսկ կարողանամ ուղիղ եթերներ անել, կանալը մեծանա, տարածվի, ինձ համար դա մեծ նշանակություն ունի, իսկ ակնկալում եմ ամեն անգամ լինեն լայքեր եւ մեկնաբանություններ, դրանք իմ կարծիքով ձեզ համար դժվար չէ, իսկ ինձ համար դա տեսնելը շատ ու շատ հաճելի է։ Ուրեմն սիրելիներս, ես մի քանի օր առաջ ասացի, որ առաջին ֆիզիկական ակտիվություն էր, քայլերը եւ այլը, ու ցավոք սրտի այդ օրվանից հետո մեզ մոտ եղան անձրևային եղանակներ ու հնարավոր չէ այդպես դուրս գալ, շատ ցուրտ ու անձրևային եղանակներ են։ Ես հասկանում եմ, որ մարդիկ կան դրան ուշադրություն չեն դարձնում, լինի անձրև, ձյուն, բայց չգիտեմ, ինչպես ասում են, ես դեռ պատրաստ չեմ։ Այսպես ու եղանակները նախ ցուրտ են, հետո անձրևային ու ընթացքում ինքը կարող է գալ, կտրվել, նորից գալ եւ այսպես շարունակես մի քանի օր, այդպես է մեր մոտի եղանակները։ Հիմա անցնեմ այսօրվա զգացողությունների մասին, միգուցե նաև եղանակներից է, այսօր էլ այնպես չի, որ մի քիչ թուլություն չէի զգում, նորից ես չափեցի իմ ճնշումը, շատ շուտվանից չէի չափել, հետաքրքիրն այն է մի ժամանակ չափում էի, որ իմանայի արդյոք ինչքան է բարձրացել, հիմա էլ չափում եմ, որ իմանամ արդյոք ինչքան է իջել, չնայած լավ դրա մասին հետո, բայց չափեցի եւ տեսա, որ ճնշումս ցածր է, 107/85, այնտեղ ներքևը միշտ իմս բարձր է լինում, դեռ 85-ից էլ գոհ եմ, այնպես որ լինում է 90 բարձր, իսկ ամենաբարձր ճնշման ժամանակ նույնիսկ 100-ի էլ հասել է։ Այսպես ճնշումս 107 է, երեկ 106, այսօր 107, երեկ էլ եւ այսօր էլ չափելուց հետո մի քիչ աղաջուր եմ արել խմել եւ զգացի, որ մի քիչ բարելավում է, չնայած հետո էլ նորից չչափեցի։ Ճիշտն ասած, իմ մեխանիկական չափող սարքը հիմա չի աշխատում, ինչպես կշեռքը, մի խոսքով, հարևանի տանն եմ չափել ու էլ նորից չգնացի, հետո զգացի, որ աղաջրից հետո նորմալ է։ Իսկ այսօրվա սննդակարգս եղել է խոզի միսը դուխովկայի մեջ դրած, առավոտյան կերել եմ էլի 2 կտոր, ինքը ոսկրոտ էր, կշռեցի ինքը 300 գրամ էր, բայց ու 1 ձու, առանց մի քիչ էլ կարակ ձվի հետ, մի թեյ գդալի չափով, բայց երբ որ հետո կերապրծա, ոսկորներ ասի հետաքրքրության համար քաշեցի, այդ ոսկորները համարյա մոտավորապես
120-ից ավել էին, 120-100, տենց, ավել էին, ես էլ իսպես, էլի նորից իմ ջուրը, միշտ, ոչ թե ես այս ջուրը խմում եմ, որ ինչ-որ այնտեղ պրոտոկոլ կա ջուր խմելու, չէ, իրոք ես ծարավ եմ զգում, ահավոր կարնիվորի ժամանակ, հետո մի բան եմ զգացել, երբ որ ես յուղը արդեն որ կետոնները օրգանիզմիս մեջ արդեն բան են լինում, բարձր են լինում, երբ որ յուղն եմ մի քիչ ավելացնում, իդեպ դա նորմալ երևույթ է, կարնիվորի դեպքում այդ ժամանակ ջուրը ավելի շատ եմ խմում, քան ասենք ճարպի յուղի այդ քիչ քանակի դեպքում, բայց այսօր հանքային ջուր չունեի ու խմեցի, էլի լսել, որ ասում են պետք է աղաջուր խմեն, թեյ գդալի ծայրով մի քիչ աղ եմ լցրել, ջուրը խմեցի, իհարկե նորից զզվալով, չգիտեմ ինչի տհաճություն է ինձ տալիս այդ աղի ջուրը, բայց դրանից հետո արդեն նորմալ զգացի, էլի երևի էլեկտրոլիտների պակասից է, այս անհամբերով սպասում եմ ես մի քանի օրվանը, նու ինչ-ինչ պատճառներով, ես այնտեղ պետք է անպայման իրոք գնեմ մագնի և այնտեղ միգուցե և կալի, չգիտեմ, դեռ չգիտեմ, տեսնենք, բայց մագնի անպայման պետք է գնեմ ու մեկ էլ անպայման տավարի միսը լյարդը թոքա, այսինքն սիրտը տեսնենք, որովհետև դա նույնպես շատ կարևոր է, որովհետև C վիտամինը ու ընդհանրապես ինչ-որ բաներ, էլեկտրոլիտներ և այլ բաներ նաև թոքից են ստանում, վիտամիններ և թոքից ստանում են, թոքը ինքը շատ, բայց չնայած և ասում են, որ պետք էլ չի, այնպես չի, որ անընդհատ թոք օգտագործեք, շաբաթը 2 անգամ էլ բավարար է, նույնիսկ եթե 100 գրամ կամ 150 գրամ թոք եք օգտագործում, այսպես այսօրվա զգացողությունների մասին, գանք հենց բուն թեմային, կարնիվոր դիետայի մասին, լիքը ինչպես ամեն օր լսում եմ, տարբեր բաներ, ինչպես ասում են, կան լիքը զայի պրոտիվ, մեկը կողմնակիցը, մեկը կողմնակից չէ, մեկը արգումենտներ ու մեկը ֆակտ է բերում ու արգումենտներ է բերում, որ չի կարելի կլիչատկաները հանել, չի կարելի բանջարեղենը հանել, մրգեղենը հանել, մյուսը չի կարելի ածխաջրերը հանել, մյուսը չի կարելի այդքան միս օգտագործել, դրանք ամեն մեկը, երբ որ բացում ես ինտերնետ պլաշատկան, տարբեր սննդաբաներ, մանավանդ այդ ճակերտավոր ասած Պեպե սննդաբաները, որոնք մարաթոններ են անցկացնում, իդեպ ես գիտեմ մարդկանց, որ դրանք հեչ կապ չունեն են ոչ իրանց ասածները ընդհանրապես կապ չունեն, ոչ այդ գերմարդկանց հոգեկան աշխարհի հետ, ոչ էլ ֆիզիկական երևույթների հետ, ոչ էլ օրգանիզմում տեղի ունեցած երևույթների հետ, միգուցե նրանք խոսում են զուտ իրենց տեսակետից, թե իրենք ինչպես են, իրենք ինչպես են սնվում կամ իրենց զգացողությունները, բայց որ խոսում ես այն մարդկանց, լսում ես այն մարդկանց, որոնք իրոք մեծ քաշ են գցել, որոնք իրոք անցել են այնպիսի ճանապարհ, որ տարբեր տեսակի հիվանդություններ է բուժվել իրենց մոտ, իհարկե բուժվել ասածն էլ այնպես չի, որ իհարկե հարաբերական է, քրոնիկական հիվանդություններ են մի շարք թեթևացել ու ասում ես, որ չէ սիրելիս, քո ասածը ինձ համար
դա դոգմա չէ, ես չեմ կարող ընդունել, ինչպես որ իմ ասածը հիմա ոչ մեկի համար դոգմա չի ու չեն կարող ասեն, որ ես ճիշտ եմ ասում կամ իմ ընտրած ուղին ճիշտ է, տարբեր մարդիկ, նորից եմ ասում, տարբեր ձև են իրենց նիհարելը կամ չգիտեմ առողջական կարգավիճակը դզելը, ամեն մարդը իր նախասիրություններից ելնելով, իր հնարավորություններից ելնելով։ Այ իմ դեպքում այս կարնիվոր դիետան երևի ամենան այն է, որ կարողությունների, տեսեք, հիմա այդպես ես երկու տեսակ էլ մտածում եմ, վերցնենք կարողությունների հարցում, եթե իմ սպառողական զամբյուղը ես վերցնում եմ, ասում եմ միայն միսն է ու որոշ դեպքում, երբ որ արդեն բուն ինձ համար մի խոսքով տավարի միսի մասով, շատ ժամանակ ասում եմ թանկ է եւ այլը, բայց ես երբ որ տեսնում եմ, որ գնումների ժամանակ ես առնում եմ դա միայն միսը ու ահագին ինձ օգնում է, իսկ հետո ես համեմատում եմ այն սննդակարգը ու այն ապրելակերպը, այն գումարը, որ ես ծախսել եմ, չէ որ ես գումար մենակ չեմ ծախսել մսի վրա, այդ քաղցրավենիքների, այդ հացաբուլկեղենի, մրգերի, բանջարեղենների վրա ավելի շատ գումար է ծախսվում, այն մանրուքների վրա, սա կոնֆետ է, սա մառոժնի է, սա դիսերտի, չգիտեմ, չարազեղեն է եւ այլ, հասկանում ես, որ այնտեղ ավելի շատ մեծ գումար ես ծախսում, քան զուտ քո միսը ու ես հիմա կոնկրետ իմ համար, չնայած ես այլ ծախսեր եմ անում, որովհետև ես մենակ չեմ, բայց ես կոնկրետ իմ համար եմ ուզում ասել, որ կոնկրետ ինձ այդքան բանից ինձ մենակ հարկավոր է միսը եւ ինձ հարկավոր է ձուն ու իհարկե կենդանական ծագման ճարպերը, օգտագործում եմ ես հիմա հալած կարագ, յուղը, տնական հալած ու օգտագործում եմ իհարկե նորմալ կարագ, ոչ մարգարին, ոչ մի բան, ուղղակի կովի կարագը, խոզի ճարպը նորից հալած ու վերջ, ու ասենք եթե ինքը միսը լինի դա տավարի միս դնեմ խաշեմ, բնական է կողքից եթե միսը յուղոտ է դա յուղոտ կուտեմ, նույնը ստեյք անելու դեպքում, եթե յուղոտ է օքեյ, եթե չէ մի քիչ կամ յուղ կավելացնեմ կամ կարագ, այսպես իմ ճարպերը դրանք են, ուզում եմ ասել այդ թանկ ու էժան ասածն էլ հարաբերական է, նայած դու ինչ ես գնում, ինչ ձևի ապրանք ես գնում, այնպես որ իմ համար չգիտեմ ինչքան կտևի դա, բայց էլ եմ ասում, ես հույսով եմ, որ դա շարունակական կլինի։ Իսկ մինուս նորից եմ ասում, մինուս գրամների համար ես չեմ կշռվել, մինուս կիլոգրամների համար ես չեմ կշռվել, սպասում եմ ամսի 15-ին, չնայած որ ամսի 5-ին է լրանում իմ կարնիվոր դիետան, բայց ես 15-ին, քանի որ 15-ին էլ կշռվել եմ, այնտեղ թե ես մի քանի օրում ինչքան եմ նիհարել, ես չգիտեմ, բայց մոտավորապես չգիտեմ, միգուցե մի քանի կիլոգրամ, քանի որ սկզբնական շրջանում բոլորս էլ գիտենք, որ դա հեղուկն է, այն որ իմ դեպքում ուգլիվոդ ասվածը հեղուկ է պահում օրգանիզմումս, դա հաստատ է, հիմա երբ որ լսում ես տարբեր կարնիվոր դիետայի ամեն մեկը մի ձևով է, իդեպ ինքը կարնիվոր դիետան պահում, կան մարդիկ մենակ տավարի միս, ոչխարի միս, աղ, ջուր, իսկ կան մարդիկ, որ ինպես
տարբեր։ Հիմա ասեմ, թե ես մի ատոն սնվելու պատճառով է, որ չեմ այդպես անում, որ մի ատոն չսնվեմ, չէ, ուղղակի իրոք հարմարություն ես չունեմ միշտ տավարի ոչխարի միս գնելու, դա ամենաառաջին խնդիրն է, իսկ երկրորդը ձուն շատ օգտակարար է ու իրոք ձուն շատ հագեցնող է, նույնիսկ եթե միսը քիչ է լինում, այնտեղ ձուն ավելացնում ես ու ամեն ինչ արդեն կարգին է, այնպես չի, որ քաղց ես զգում ու այնպես չի մանավանդ իմ մոտ, հիմա մեր մոտ ես տնական ձու եմ օգտագործում, ինչը որ Ռուսաստանում չէի կարողանում անել, դե խանութին էր ու խանութին էլ ճիշտ ասած մի տեսակ չգիտեմ ինչու ես խաշած էի ուտում ու ձվածեղ չէի կարողանում դա ուտել ու մի քիչ կարելի ասել զզվելով էի ուտում, իսկ այստեղ ես հաստատ գիտեմ, որ գյուղական ձու է, տնական ձու է ու նորմալ է, ինչու չէ, ես համ սպիտակուցն է, համ դեղնուցի մեջ ճարպեն ու խալինն է, так что ամեն ինչ այդ հարցում նորմալ է։ Հա, մարդիկ կան կարնիվորում օգտագործում են կաթնային մթերք, կաթնամթերք, կաթ են խմում, կաթնաշոր են ուտում, պանիր են ուտում, իդեպ ես ես վերջերս սկսելուց ասին, եթե ուզում ես քաշդ շատ արագ գցես, ես այդ դեպքում կաթնամթերքը հանեցի, կաթնամթերք ասելով պանիրը հանեցի, որովհետև մյուսներին ես գիտեմ ինձ ինչն է խանգարում, ինչը չէ, պանիրը ես շատ եմ սիրում ու պանիրը ուտում էի, նույնիսկ երբ որ միսը ստեյքի նման անում էի, պանիր էի ծյորքում վրան, շատ համեղ էր, աղը իհարկե չէի անում, պանրի աղը հերիքում էր ու աղացած մսի հետ էլ նույնպես այդպես էի անում, լավն էր, հետո ասեցին, եթե ուզում ես քաշդ արագ գցես, գոնե սկզբնական ժամանակում, գոնե այդ նիհարելու ընթացքում պետք չէ, որ պանիրը օգտագործես, չգիտեմ ինչու իրանց ասածից է թվում, թե ինչ, բայց ինչ որ թե պանրից հետո իրոք ավելի մի քիչ շարժը ավելի ինչ որ տեսանելի է կոնկրետ ինձ համար։ Պանիրի դեպքում մեկ էլ ինչ է, նորից երբ որ մարդիկ խոսում են, ես էլ եմ հասկանում, որ պանիրի դեպքում էլ, քանի որ ինքը լակտոզա է պարունակում ու մեջը էլի որոշ քանակությամբ ճիշտ է կենդանական ծագման է եւ այլը, բայց դա արտադրողական արդեն արտադրանք է ինքը, մեջը լակտոզա կա ու ես հասկացա, որ իրենք ճիշտ են նկարագրում ու ես էլ եմ այդպես պանիր ուտելուց ես կարող եմ ուտել անverջ ուտել ու չհագենալ, ինչ որ մոտս քաղց է առաջացնում, իդեպ դա մենակ պանրին չի վերաբերվում, իմ մոտ միգուցե պանիրը այդքան չէ, ինչքան որ նույնը մածունին վերաբերյալ է, նույնը կաթնաշորի վերաբերյալ է, նույնը սմետանի վերաբերյալ է, կաթ ասացի, որ չեմ խմում, կաթը հանգիստ եմ, ինձ պետք էլ չի, այնպես որ դրանց հասկանում եմ, որ այո, իրենք ճիշտ են ասում, դա մի քիչ ինձ համար լավ չէ, իմ ինսուլինը անպայման արդեն իրենն ասում է, բարձրանում է, տենց քնած վիճակում չի, իմ ինսուլինը կարող է քնած լինել, ես հասկացա, երբ որ մի քիչ ճարպը շատ է լինում ու իրենց այդ մարդկանց բացատրածով էլ ու լսելով էլ ես հասկանում եմ, հա, իրոք այդպես է, երբ որ մի քիչ ճարպը ես ավելացնում եմ, այդ դեպքում բոլորովին քաղցը չեմ զգում, բոլորովին, իսկ եթե ասում եմ լավ այնտեղ միգուցե կալորիաների հանդեպ ճարպը մի քիչ քչացնեմ, լինի մենակ միսը,
թեթև կա, ինչը չի ասի պաների կամ մյուսի դեպքում, բայց թեթև կա, բայց ճիշտը որ ասեմ, այդ դիետայի իմ համար ամենակարևորը այն է, որ չզգալ քաղց ու ինչպես ասում են, գայթակղությանը չգնալ, չասել վայ սա եմ ուզում կամ նամանավանդ որ յուղոտ ես ուտում, դու ընդհանրապես բացի այն որ քաղց ասածը չես զգում, նաև քաղցրի մասին բոլորովին քաղցրը անտեսում ես, նույնիսկ այդ պահին եթե մտքով էլ եմ ասել, երազես ասես մի կտոր քաղցր թխվածք կամ չգիտեմ ինչ, իմ չի կարելիներից ուտել, նույնիսկ այդ մտածելու պահին ճիշտն ասած մոտս տհաճություն է առաջանում, այսպես իմ կարնիվորի մասին, նորից եմ ասում, ամեն օր լսում եմ այդ մարդկանց տարբեր, հա ու ի դեպ լսելով ինձ միշտ թվացել է, մարդիկ ասում են, որ տարիներով պահում են, 2 տարի, 1 տարի, դա ամենաքիչն եմ ասում, մարդիկ կան, որ եղել են արդեն 11 տարի, 15 տարի, այնտեղ կան մարդիկ, որ նույնիսկ շատ շուտվանից, երբ դա այդ դիետա ասվածն էլ ինքը չկար, մարդիկ ուղղակի այդպես են սնվել, և նրանց էլ հարց են տալիս, արդյոք դուք չարաշահումներ անում եք, արդյոք ձեզ մոտ այդ պորթկումները, որ չէ ես ուրիշ բան եմ ուզում ուտել, դա լինում է ձեզ մոտ, իրանք ասում են այո, երբևիցե լինում է ու իրենք էլ ինպես են նկարագրում, ինչպես ես եմ միշտ նկարագրել, ուղղակի մարդիկ կան, որ դեմը շուտ են առնում ու նորից անցնում են, իսկ մարդիկ կան, որ ասում են մենք հատապտուղ, աղջիկ ասում է ես հատապտուղ շատ եմ սիրում, երբ մանավանդ Սմառոձինան ասում է, երբ որ ես ուտում եմ 1-2 հատ, ես հասկանում եմ, որ դրանով չեմ բավարարվում, ուտում եմ, սիրելիներս, ես միգուցե դրանց թվին եմ պատկանում, այսօր մի աղջկա էլ լսեցի, նրանք ամուսիններով են նստած կարնիվոր դիետայի, ամուսինը խնդիր է ունեցել ողնաշարի, մեջքի ցավի, ոտքերի ցավի հետ և կարծեմ ավելորդ քաշել է ունեցել, իսկ կինը ընդհանրապես պրոբլեմ չի ունեցել, բայց կինը եղել է վեգան, այն վեգանը չէ, այն թեթև տեսակին, վեգետարիանец, կինը եղել է այդպես, հետո կինը կանացի խնդիրներ է ունեցել առողջական ու ամուսինը հորդորելով ասել է, որ չէ, հետո փորձել է ինքը միսը, հետո պատմում է, որ այդ մսի համից այդ պահին կարելի էր խենթանալ, թե ինչքան համով է ու ես ինչքան սխալ եմ եղել, և այդպես իրենք ամուսիններով են այդպես, հիմա կարնիվորի հետևորդներ, նույնը այդ աղջիկն էլ է ասում, այ ասում է իմ խախտումները լինում են այդպես, եթե ես ցանկանամ կանացի օրերին մի կտոր դառը շոկոլադ կամ կիսադառը շոկոլադ ուտեմ, ես կուտեմ ու կանցնի կգնա, իսկ ասում է հակառակը ամուսնուս մոտն է, եթե նա մի կտորը կերավ, ինքը ամբողջ պլիտկան կարա ուտի, նույնիսկ երկրորդը պահանջի, ու ես նորից քթիս տակ ծիծաղում, ասում եմ դա ես եմ, փաստորեն ոչ բոլորի օրգանիզմն է մի հունով գնում, բոլորս տարբեր ենք, բոլորս, դե հիմա չգիտեմ, ես գիտեմ հաստատ, որ դա ինսուլինի քանակն է իմ օրգանիզմում շատ ու արդեն ինսուլինը ինքը
հայերեն բառերով ես չեմ կարող, ես այնքան եմ ռուսերեն լսել, ռաշիպլյաց չի անում արդեն այդ չի կարողանում անել այդ ժիրը ու տանում ինքը հավաքում է, սարքում է ճարպ։ Մի խոսքով իմ մեղավորությունը դա է, կամ էլ բառացիորեն ասելով, միգուցե հենց դա բգլիկություն է, դա չգիտեմ ինչ է, այդպես է, իմ ստոպը չկա, ես չեմ կարող ասել այս մի կտորով կբավարարվեմ, բայց որ ես եթե չեմ ուտում կարճ կոնկրետ, ուրեմն ես չեմ ուտում ընդհանրապես ու մտքիս ծայրով էլ անգամ չեմ անցկացնում, որ այդ չի կարելիները պետք է ուտեմ։ Այդպես տեսնենք այս անգամ, ի դեպ այսօր նորից խոսում էինք հարևաններով, ասեց մի կտոր թխվածք վերցրա, ասի չէ չեմ վերցում, ասեց այս ինչ կանի, ասի չէ չեմ ուզում, ասեց բայց ասի չէ վсё էլ մեռավ, ես ոչ մի կտոր չեմ վերցնի, ինքն ծիծաղալով ասեց այս որ երրորդ անգամ, ասի շատ անգամներ, որ երրորդ անգամը որ մեկնա, շատ անգամներ է այդպես, այնպես որ ես չեմ նեղանում, երբ որ մարդիկ ասում են այդ որ երրորդ անգամ, քանի որ այո, երբ որ բաց ես թողնում, ես ինքս էլ եմ հասկանում, այդ էլ որ երրորդ անգամ եմ ասել, բայց դե իմ օրգանիզմը էդ է, նորից եմ ասում, ես չեմ եղել 20 տարեկան, 17 տարեկան կամ 40 տարեկան կամ 30 տարեկան նոր չաղացել, ես մանկությունից 7 տարեկանից ունեցել եմ ավելնորդ քաշ, մինչև 7 տարեկանը ես նորմալ, նույնիսկ չեմ ասի շատ նիհար, նորմալ երեխա եմ եղել, ոչ ավելնորդ քաշով, 7 տարեկանից նոր սկսվել է այդ ամբողջ գիրանալու պատմությունը, իսկ այնտեղ արդեն տարիների հարց է, տարիներով դու ավելացնում ես, հետո իմ դեպքում ես վաղ եմ սկսել տարբեր մարդկանց ասած դիետաները պահելով, սա այսպես արա, սա այնպես արա, սա այդպես արա, իհարկե չհասկանալով, իհարկե այն ժամանակ այդքան ոչ գրականություն կար, ոչ այդքան բացատրություն կար, ոչ էլ միգուցե ինձ այդքան հասկացողություն կար, որ ես հասկանայի, որն է կարելի, որն է չի կարելի։ Հիմա ես արդեն այդքան փորձից հետո հասկացա, որ իրոք ինձ ուգլիվոդը չի կարելի եւ վերջ, թե հետագայում երբ որ արդեն ամեն ինչ նորմալ լինի, միգուցե արդեն օրգանիզմիս նյութափոխանակությունը լավանա, ինչ-որ մի բան նորմալանա, թե չէ, չգիտեմ, բայց ես ճիշտն ասած իմ օրգանիզմից այդ հույսը չունեմ, որ երբևիցե լինի այնպես ու բոլորի մոտ էլ է այդպես, կարծեմ, որ հետագայում իրենք, որովհետև շատ-շատերը, նորից եմ ասում, խախտումների պատճառով նորից հետ է գալիս ամեն ինչ, ինքը մենակ չի գալիս, ինքը տոկոսներով է գալիս, ինքը էլ ավելի շատ է գալիս հետ, այնպես որ չգիտեմ, տարբեր մարդու օրգանիզմ, տարբեր ձև է, ու ես հույս ունեմ գոնե թե այս անգամ կկորչի, կգնա առհավետ, եթե ես նորից այդ չի կարելիները չօգտագործեմ։ Այսօր այսքանը սիրելիներս, նորից եմ ասում, մտքումս տարբեր տեսակի մտքեր, գլխումս տարբեր տեսակի մտքեր են առաջանում, թե ալիքի հետ կապված, թե կոնկրետ իմ հետ կապված փոփոխությունների, բայց դա հետագայում կլինի, ինչպես որ պահի տակ որոշեցի, որ ալիք բացեմ, միգուցե կամաց այդպես էլ պահի տակ որոշեմ մեկ այլ ֆորմատի փոփոխությունների համար, չգիտեմ, տեսնենք ինչպես կլինի,
շատ եմ խնդրում գրանցվել ալիքիս, դրեք լայքեր, գրեք մեկնաբանություններ, թող ալիքը շատանա, թող բազմանա, ինձ դա շատ կարևոր է և մոտիվացիայի համար, և ընդհանուր առմամբ դա ինձ համար շատ կարևոր է։ Այդպես ահա, նորից անձրևը սկսվեց, դե եթե շատ էլ ուզենամ քայլելու, այսօր մի քանի անգամ կտրվել, եկել նորից սկսվեց, դրսում անձրև է, այնպես որ տեսնենք ինչ է լինելու։ Իսկ ձեզանից նորից եմ ասում, էլի ու էլի շնորհակալ եմ այն մարդկանցից, այն քիչ թվով իմ հետևորդներից, այն մարդկանցից, որ տեսել են ու անցել են, չեն լայքել կամ չեն գրանցվել, խնդրում եմ գրանցվեք, համենայն դեպս բոլորիցս շատ շնորհակալ եմ, տեսություն, մինչ վաղը։